Հունվարի 28-ը հայկական տոնացույցում ամենանվիրական օրերից է։ Սրանից ուղիղ 34 տարի առաջ ընդունվեց պատմական որոշում, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության բանակը։ Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Հունվարի 28-ը մեզանից յուրաքանչյուրի համար դարձավ խոնարհումի, պատասխանատվության, հաշվետվության ու հավերժ շնորհակալության օր։ 1991-ին գործադիրում արդեն կար Պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին որոշում, կառույցը ձևավորվեց ու Պաշտպանության առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, իսկ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը վստահվեց Անդրանիկ Քոչարյանին։ Առաջին կոչումները շնորհեց Պաշտպանության նախարարը եւ ստեղծեց առաջին շարային ստորաբաժանումները, գնդերը։ Լուսակերտի գունդը, Կիրովական գունդը, Մարիաքաղաքի դեսանտա գրոհային գունդը եւ այդպես։ Մենք ունեցանք նաեւ դրա հետ կապված շատ բարդ ընթացքներ, կապված պրոֆեսիոնալների, ոչ պրոֆեսիոնալների դրանց ինտեգրման, օրենսդրական դաշտի ստեղծման եւ վերջնահաշվարկում մենք ունեցանք 94-ի հաղթանակների արձանագրում եւ որոշակի հրադադարի պարտադրանք հակառակորդի համար, դրանց հետո ունեցանք հաջողություններ, անհաջողություններ եւ այսօր ունենք խաղաղություն, որի հիմնական գրավական եւ պաշտպանը պետք է լինի Հայաստանի զինված ուժերը։ Բանակն իր կայացման ճանապարհին անցավ դժվար ու առանցքային փուլերով։ Զուգահեռ մեզանում արմատացավ բանակը խնամքով սիրելու ընկալումն ու խորհրդանշական այս օրը դարձավ խաղաղության վերաիմաստավորման օր։ Արդիական նորագույն տեխնոլոգիաներով զարգացած բանակ եւ հայրենասիրական բարձր գիտակցումով զինվոր, այս ամենի համադրման է, որ պետության կողմից ամեն օր բարեփոխվում է մեր բանակն ու արմատավորվում մեկ կարևոր սկզբունք՝ հայրենիքի շահը վեր է անհատի շահից։ Բանակը զինվորականը դա ազնվականությունը պետք է լինի մեր երկրի, մեր ժողովրդի, որտեղ նա իր կյանքով է դնում այդ խնդրի լուծմանը։ Ամենաթանկ բանը։ Քոչարյանը նշում է, որ անցյալի անտարբերությունից պետք է դասեր քաղել, ամեն ինչ պետք է լինի կրթական բարձր հենքի վրա, հովանավորչությունն ու կոռուպցիան բանակում տեղ չպետք է ունենան։ Անվտանգային միջավայր, ժամանակակից սպառազինություն, պրոֆեսիոնալ վարքագիծ, զինվորից մինչև գեներալ ու պայմանագրային։ Թե նախկինում մենք մտածում էինք, որտեղից պետքա գան այն կադրերը, որոնք պետքա բանակաշինությունը դարձնեն իրականություն, այսօր մենք ենք պատրաստում մեր կադրերին եւ այսօր մեր բանակը իր արժեվ դրել է շատ ամբիցիոզ խնդիրներ եւ լուծումը, որոնք են սպառազինություն, կրթություն, առաջընթաց, ավելի բարձր մակարդակի խնդիրների լուծում, ռազմական տեսանկյունից, ինժեներական կառույցներ։ Բանակի դիմագիծն ընդգծելու տեսանկյունից падգամավորն անդրադառնում է նոր համազգեստի կարևորությանը։ Պատկերացրեք, այդ գեղեցիկ համազգեստով մեր զինվորականները, մեր սպաները դուրս կգան փողոցում քայլեն, դրանց տեսնել կփոխվի։ Այդ խեղճությունը դուրս կգա։ Մենք մինչև հիմա սովետական միության ժամանակվա պահեստների այդ խակի գույնի այդ համազգեստներն են գրել։ Բայց հիմա ամբողջությամբ փոխվում է, ինքը դառնում է լրիվ նորովի պահանջին, վերաբերվող համազգեստ։ Վերնշվածներից բացի ընդունվել են օրենքներ, որոնք ըստ Քոչարյանի բարձրացրել են բանակի գրավչությունը։ Սոցիալական փաթեթները մեր հարստացած են։ Այսինքն այսօր բանակ ծառայություն անցնողը կան ծրագրեր, որտեղ ինքը նաև
միաժամանակ զուգահեռ ունի հնարավորություն ծառայությանը զուգահեռ ունենա կրթության համապատասխան նաև սոցիալական բնակարան, այսինքն կրթությունը ավարտել ստանալ ունենա նաև բնակարան։ Նախկինում այդպիսի բաներ չկար։ Տեսեք, անտաշահարկումը, որ դա ատեստացիա է միշտ եղել, չէ, սա սովորական ատեստացիա չի։ Սա ատեստացիա է գիտելիքների բարձրացման, իսկ դա կապվում է ուղղակի իր աշխատավարձի հետ, աշխատավարձի բարձրացում։ Օրենսդրական գործընթացներում Քոչարյանն առանձնացնում է նաև այն նախաձեռնությունները, որոնք թույլ կտան ժամանակին հայրենիքը լքած զինապարտ քաղաքացիներին վերադառնալ Հայաստան։ Մեր ազգային հարստության ամենակարևոր բաղադրիչն է մարդը։ Եվ մարդը արդեն որոնք դրսում նաև ստացել են հոսան գիտելիքներ, նրանք պետք է մեր երկրից կտրված չլինեն։ Այդպիսի օրենքների նախագծեր եղան եւ վերջին օրենքի նախագիծը, որ քննարկվեց եւ պաշտպանական գերատեսչությունը կողմ էր, եւ եթե նկատեցիք, ես այնտեղ օրենքի հեղինակին հարց էի տալի, սա կորցրած ռեսուրսի վերադարձի խնդիր է, ինչ է, թե գումարի խնդիր է։ Եվ քննարկման ժամանակ էլ մեր գործընկերներից մեկը ասաց, պետք է գումարը չդրվի հիմքում պետք է դնել այդ ռեսուրսը բոլոր ճանապարհներով հայրենիք վերադարձնելու հնարավորությունը։ Այսօր պետությունն աննախադեպ ծախսեր է իրականացնում բանակի հզորացման համար, փաստում է Անդրանիկ Քոչարյանն ու առանձնակի ակնածանքով արժևորում Հայաստանի Հանրապետության բանակի օրը։ Բանակի տոնը ոչ միայն ինձ համար, մեզ բոլորիս համար, մեր ժողովրդի համար պետք է լինի եւ կա հպարտության, երախտագիտության, խոնարհումի, առաջին հերթին հպարտության, որ մենք ունենք, անկախ նրանից մենք այսօր հաղթող ենք թե պարտվող ենք, որովհետեւ բանակի արկայությունը մեզ հնարավորություն է տալի դասեր քաղել եւ մտածել անվտանգ խաղաղ երկիրը պահելու մասին։ Իսկ դա նշանակում է բանակի զարգացում։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հավելում է, բանակի 34-ամյակը առիթ է արժևորելու մեր ունեցած ձեռքբերումները։